Այսօրվանից Տերյան 54/1 հասցեում մեկնարկեց մեր ձևով շարժման երիտասարդական կենտրոնի աշխատանքները։ Առանձնացրել ենք հիմնական ուղղություններ, 5 ուղղություններ, կարիերայի եւ անձնական աճի զարգացման ծրագրեր, կրթական ծրագրեր, հայ առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանության ծրագրեր, մշակութային ծրագրեր եւ երիտասարդների համար նաեւ առանձնացրել ենք բացահայտիր Հայաստանը, իրականացնելու ենք այդ արշավները, որի միջոցով մեր երիտասարդները նաեւ կբացահայտեն Հայաստանը հենց իրենց աչքերով։ Մեր ձևով ժողովրդական շարժման ձևավորումից արդեն գրեթե 3 ամիս է անցել ու ես որպես մտահոգ քաղաքացի արդեն 3 ամիս շարունակ ակտիվորեն հետևում եմ գրեթե բոլոր նախաձեռնություններին, կազմակերպվող բոլոր միջոցառումներին եւ այս ընթացքում մի շատ կարեւոր բան եմ հասկացել, որ շարժումը կարեւորում է յուրաքանչյուր քաղաքացու։ Ակնկալում եմ մասնակցելով տարբեր տրեյնինգների, տարբեր դասընթացների գոնե ինչ-որ չափով մասնագիտացում ձեռք բերել եւ համոզված եմ, որ երիտասարդական կենտրոնը իմ սպասելիքները կարդարացնի։ Մի բառով ասած, վստահության ներշնչումն է այս բերել է շարժում։ Ստեղից ուզում եմ ստանամ, եթե կարճ ասեմ, լավ ապագա։ Միացել եմ շարժմանը մեկ նպատակով, որ Հայաստանում կարողանանք անել փոփոխություն, որը որ իրենից կենթադրի ունենալ մարդիկ պետական կառույցներում, ովքեր իրոք մտահոգված են Հայաստանով, ովքեր իրոք մտահոգված են մեր ազգային խնդիրներով եւ ովքեր որ ազգային արժեքների կրողն են։ Շարժումը իմ համար ազգայնակենտրոնն է, դա շատ եմ կարևորում ու շատ ակտիվ մասնակցելու եմ երիտասարդների հետ տարբեր ծրագրի, ինչպիսին են արշավները, որ ես շատ ուզում եմ գնալ, տեսնել Հայաստանը, Արցախը գրեթե 100%-ով ճանաչում է ամեն մի անկյուն, իմ նպատակն է նաև Հայաստանը ճանաչել։ Ես վստահ եմ ու ես գիտեմ, որ եթե դու ճանաչում ես քո հայրենիքը, դու շատ ես սիրում քո հայրենիքը ու արդեն չես կարող ասել ես չեմ զբաղվում քաղաքականությամբ կամ իմ համար այս ամեն ինչը հետաքրքիր չի, դու իհարկե հետաքրքրվելու ես, որովհետև սիրահարվելով քո հայրենիքին դժվար է բաց թողնել քո սերը։ Շարժմանը միացել եմ օր առաջ մեր երկիրը, Հայաստանի Հանրապետությունը ավելի զարգացած, ավելի բարգավաճ եւ անվտանգ տեսնելու համար, ազատվելու ներկայիս իշխանություններից, ինչքան հնարավոր է շուտ երիտասարդներով, մեր մտավոր քաղաքացիներով հանենք մեր երկիրը այս իրավիճակից։ Երիտասարդները, երբ որ լրացնեն իրենց հարցաթերթիկները, դրա միջոցով կձևավորվեն հստակ այդ դասընթացները, որոնք որ երիտասարդներին հետաքրքրում են։ Բացի դրանից ունենալու ենք նաև սեմինարներ, որոնք կազմակերպվելու են տարբեր խոսնակների միջոցով, այդ խոսնակները փորձելու են իրենց փորձը փոխանակել, այսինքն workshop-երի միջոցով իրականացնելու են երիտասարդների հետ շփում, որ լինելու է ավելի ազատ, որպեսզի երիտասարդները հարցեր ուղղեն նաև այն մարդկանց, ում փորձը եւ կարիերայի աճը իրենց համար գնահատում են եւ կարեւորում են։